ես ողջունում եմ մեր քույր եղբայրներին, այս հիանալի եկեղեցին, որ Աստծո տուն է կոչվում, շնորհակալ եմ ես բոլորիցս։ Ես բոլոր եկեղեցիները, նավանավանդ այն եկեղեցիները, որտեղ որ իմ եղբայրներ գնացել է, ես բոլոր հովիվների հետ անձնական ծանոթություններ ունեմ, հիանալի անձիկ են, հիանալի հավատքի մարդիկ, որոնք տարիների շարունակ կարողացել են Հայաստանում մեծ գործ ձեռնարկել եւ ասեմ ձեզ, եթե 58 տարի մարդը հավատքի մեջ է լինում 60-ական թվականների վերջերից սկսած, եւ ես միայն մի բան եմ մտածել, որ ու մտածում եմ առ այսօր, որ Հայաստանում արդյունքը հենց ձեր միջոցով է եղել, այս եկեղեցիների միջոցով։ Որովհետեւ ես շատ դեպքերում ներկա եմ գտնվել։ Իհարկե իմ եղբայրը մեծ հալածանքներ է կրել, փոքր հասակից ստացած, երբ ինքը արդակարգ սովորող ընտունակությունների դեր անձնավորություն է եղել, անգամ գյուղում գյուղացիները նախանձում էին վերաբերվում մեր ընտանիքի հանդեպ, երբ ինքը կատարյալ ընտունակություն ունեցող մարդ, Օլիմպիադաների մասնակից, ուժեղ մաթեմատիկոս եւ այլն, երկու տեղ միասին է ավարտում Մոսկվայի համալսարանի գիծ ֆիզիկա-մաթեմատիկական, նաեւ այստեղ Երևանին գիծ գերազանց ավարտում է, հետո կիբեռնետիկայի ֆակուլտետն է ավարտում, ես իհարկե իրավապան էի, 2 տարի մենք միասին հանրակացանում էլ ապրել ենք, հետո արդեն ստացվեց, որ ամեն մեկս մեր աշխատանքով, մեր բանով, բայց ինքը միշտ հավատարիմ մնաց հավատքին, եւ երբ ես մասնագիտությամբ իրավապան եմ եւ երկար տարիներ օրգանում եմ աշխատել, չեմ թաքցնում, ինչպես մեր ով ասեց եղբայրը Արոնը, եւ միլիցիայի համակարգում, եւ դատախազության համակարգում վերջին իմ պաշտոնը եղել է դատախազի պաշտոնը, երբ Ղարաբաղում Մարտակերտի Կայազորի դատախազ էի աշխատում։ Եվ հիշում եմ խոսքեր, երբ ինձ դատախազի հրաման տվեց մեր այսօրվա չէ, կալանավայրում գտնվող այն դատախազը Հայաստանի Հանրապետության, որը ստորագրում է ինձ դատախազի պաշտոնում նշանակելու համար, որին ներկա է կադրերի բաժնի վարիչը եւ իրեն տեղակալը, որը զինվորական դատախազն էր, Հոսեփյան աղվանը, անունազգանուն է ասում եմ, երբ նա ստորագրում է իմ հրամանը, այնտեղ զինվորական դատախազին ասում է, կնայես, որ իրեն ձեռագիրը մեր ձեռագրի նման լինի։ Դա շատ խորիմաստ միտք էր, եւ ես դա հասկացա ինչ էր։ Եվ ասեմ, երբ որ նույնիսկ երբ միլիցիայում ես իհարկե այլևս 1-2 տարի այդ պաշտոնում աշխատեցի, Տերը ինձ հետ խոսեց. դուրս եկ, բավական է այլևս աշխատես։ Եվ ես դիմում գրեցի, արդեն 43 տարվա օպերատիվ ստաժ ունեի, թոշակի եմ անցել, թոշակավորված, եւ այլևս իրավաբանությամբ չզբաղվեցի, որովհետեւ Տերը անգամ չթողեց ես գնայի փաստաբան աշխատեի։ Երբ փաստաբանների կոլեգիայի դրան մոտ 3 տարի անհատ մեջ գնում էի, Սուրբ Հոգին ինձ կանգնեցնում, ասում հետ դարձի, այդ քո տեղը չի։ Եվ ես այլևս չաշխատեցի դա։ Եվ ես իրավաբանությունը այդպես խաչքարեցի, այլևս դրանով չզբաղվեցի, չնայած մասնագիտություն էր դա էլ մասնագիտական բայեր որ կար։ Իսկ ինչ վերաբերում է, երբ որ ես քննիչ էի աշխատում Ախուրյանում, ինձ միլիցիայի պետը, դատախազը, ԿԳԲ-ի պետը կանչեցին եւ ասեցին. լսել ենք, որ քո եղբայրը հավատացյալ է։ Ես գիտեի, որ հավատացյալ է ինքը, Սամվել եղբորս մասին էր խոսքը, բայց ես ոչ ստեցի եւ ոչ էլ որևէ բան։ Մենակ այսպես մի տեսակ հարցակողական ոճով խոսեցի։ Հասկանում եք ինչ եք խոսում։ Այդ կամ մի բան։ Ու լռելուց ես վախեցած իրա ես նայեցի, գնա, լավ գնա։ Շու այդպես ստացվեց ամեն ինչ։ Իհարկե իմ եղբորս հետ շատ ուշեր կա, մենք 4 եղբայրներ ենք, բայց ես ավելի մտերիմ մենք իրար հետ ենք եղել։ Մեր բնավորությունը, մեր ասենք այդ դասիրակության ձևը եւ այլն, այդ ամենը ես տեսել եմ, դա հասկացել եմ։ Նույնիսկ երկրաշարժի ժամանակ ես մի անգամ այստեղ վկայություն եմ պատմել 80 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ երբ սա էլ եմ այս վկայությունը որ ուզում եմ պատմել, անկեղծ ասած մի օր Տերը ինձ առավոտ շուտ արթնացրեց քնից, վեր կաց
Սուրբ Հոգին ինձ կանգնել վեր կաց, գրիր այն ամենը, ինչ վկայելու ես իմ մասին։ Եվ ես այստեղ ունեմ 21 վկայություն։ Տարբեր բաներ։ Ես հիմա չեմ կարող այդ ամբողջ 21-ը կարդալ, բայց 1, 2, 3 անպայման էսեք պատմեմ ձեզ։ Երկրաշարժի պատմության ժամանակ ես տանն էի գտնվում։ Եվ հետաքրքիր էր, որ աղջկաց դպրոց էինք ուղարկի 8 տարեկան էր։ Ես ու տղաս տանն էինք, արձակուրդ էի։ Այդ ժամանակ ես միլիցիայի մայոր էի, 70 թվականի դեկտեմբերին։ Եվ 10 օր առաջ էր եղբայրս եկել էր մեր տուն Սամվելը, խոսել էր, կնոջս սրտին էր կվել էր Աստծո խոսքը։ Ինքը աշխատանք էր եւ ժամը 12-ին պետք է գար, որ տղայից երաժշտական դպրոց տաներ։ Երբ հանգարց Սուրբ Հոգին ինձ հետ խոսել։ Ես ցնցվեցի, թե ինչ բան էր։ Ոնց վեր կաց, գնա այն գործը, որ պետք է 3 աներ, հենց հիմա արա։ Մտածեցի, ինչ բան էր։ Ելա հնազանդորեն հագնվեցի շորերս։ Գնացի Ախուրյան, շրջենտրոն։ Այնտեղ ես տեսա արդեն երկրաշարժը ոնց սկսվեց եւ այլն։ Հետո եկա Գյումրի, 3 կիլոմետր է հեռու, եկա Գյումրի, ասի գնամ առաջ աղջկաս գտնեմ։ Դե դպրոցական են ինքը, սա արդեն քաղաքը քարուքանդ էր եղել։ Եվ ես գնացի նայում եմ աղջիկս դպրոցը դադար 2 հարգանի շենք է 5 Գյումրվա։ Լրիվ ծառապատ տարածքն է, անդարապատիկ պես, ման եմ գալիս, ոչ ոք չկա, գնացի։ Տեսա մի հատ ծառի տակ խեծ ու կարակ աղջիկս կանգնած էր փոքր։ Գրգեցի, սիրեցի։ Հետո գնացինք մեր թաղամասը, որտեղ 43 շենքեր կային։ Ես նկարները ափսոս տվեցի, բանի վրա, էկրանի վրա չելավ։ Ես նկարներն ունեմ, շենքը բազմահարկ շենք էր, նորակարգ, ընդամենը 2 տարի ենք մենք այդտեղ ապրում, գնացինք շենքը չկա։ Հավերմի հողերին է հավասարվել, բայց ես գիտեմ, որ կինս ու տղաս պլատակների տակ եմ մնացել։ Ես արդեն լրիվ հուսահատության մեջ ընկա։ Մտածեցի, որ ընտանիքս խորտակվեց, այլևս ինչ կյանքը չկա, աղջկասը վերցնեմ, թողնեմ Հայաստանից կգնամ։ Երկրորդ օրը եղբայրս եկավ Սամվելը։ Եկավ աղոթք էին արել, բան էին արել, եկավ։ Մոտեցավ ինձ, եղբայր ջան, ես քեզ մի բան եմ ուզում ասել։ Ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա, դա քո գործն է։ Ես աղոթք եմ արել, Տերը ինձ ասել է, որ դու քո կնոջը եւ տղային կենտանի ես գտնելու։ Դե ասի եղբայրս երևի մխիթարում է։ Անցավ 7 օր, դեկտեմբերի 13։ Նրանք փլատակների տակ։ Փլատակները քանդելով տարել էին։ 4-րդ հարկի փլատակներից արդեն ձայներ էին լսվել։ Հրատանից տղաներ կային, որոնք ասին այստեղ մի կին կա, իր մանչի հետ, կնոջ անունը Սուսան է, տղայի անունը Կարեն է, օգնություն են խնդրում։ Եկան, այդտեղ քանդեցին, մի 10-20 րոպեով երկուսին կենտանի հանեցին։ Ողջ եւ առողջ։ Եղբայրս նորից մոտեցավ ինձ, Սամվելը։ Ասեց, հիմա հասկացա՞ր ինչ կատարվեց քո կյանքում, ով արեց դա։ Նա արեց։ Դե հիմա կնամ մտածի։ Ու աշնանաբար ես սկսեցի փոխվել, որովհետև դա ճշմարտություն էր, դա Աստծո կամքն էր, դա Աստված արեց, նախ եւ առաջ ինձ հանեց, եւ Սուրբ Հոգին ինձ հետ խոսեց։ Եթե ես դուրս չգայի, ընդունենք չլսեի, դուրս չգայի, ասում ես ինչ ձայն է։ Եվ ես կմնայի փլատակների տակ, կմեռնեի, աղջիկսը անհետ կկորեր։ Ես չեմ ասում կնոջս ու տղայիս մասին։ Կինս աղոթք էր անում փլատակների տակ։ Եվ այդպես դա շատ հզոր վկայություն է, որ ես միշտ պատմում, ասում եմ եւ այլն, եւ այդ վկայությունները գիտեք ինչ, շատ լավ հիանալի խոսքեր կա առաջի Հովհաննեսի 5-րդ գլխում խոսքեր կա, որտեղ մենք մեր վկայությունները պատմում ենք, բայց պետք է Աստծո վկայությունը դրանով պատմենք, որովհետև մենք եթե ինչ-որ բան վկայում ենք Հիսուսի մասին, մենք վկայում ենք Աստծո մասին։ Եթե մենք հենց այնպես հպարտություն ենք դրսևորում եւ խոսում ենք ինչ-որ բան ստում ենք ստեղծագործել կամ ինչ-որ մի բան, ոչ մի դեպքում։ Հիանալի խոսք է, ես այդ պաուզում եմ այդ երկու նախադասությունը ընդամենը կարդալ, իհարկե ժամանակի պերումով դա շատ բան չի անում, ասում է
որ հավատում է Աստծո որդուն, վկայություն ունի իր անձում է, ով որ չի հավատում Աստծուն, սրախոս է արել նրան, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր որդու մասին, եւ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվավ մեզ, եւ այս կյանքը նրա որդու մեջ է, ով որ որդուն ունի, նա կյանք ունի, եւ ով որ Աստծո որդուն չունի, կյանք չունի։ Ով որ որովհետև ամեն ով որ Աստվածանից է ծնված հաղթում է աշխարհին եւ սա է հաղթությունը, որը աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը։ Եվ ով է հաղթում աշխարհին, եթե նա ով հավատում է, թե Հիսուս Աստծո որդին է։ Այո։ Այսօր մեր հավատքն է։ Մեր հավատքը պետք է շատ ամուր լինի, հզոր լինի, որովհետև այդ հավատքի հզորությունը հենց Հիսուսով է պայմանավորված, առանց Հիսուս հավատքի ուժ չունի։ Մի ուրիշ վկայություն եմ ուզում պատմել անցյալ տարվա սեպտեմբերի 12-ին ես եւ կինս Եգիպտոսից ինքնաթիռով վերադառնում ենք տուն։ Ինքնաթիռը երկու նեղ փոքր ավանք էր, նստած էին մարդիկ բոլորը Հայաստան են գալիս եւ չինացիներ են սպասարկող ազնագազմը։ Հանգած նստածներից մենք առաջի շարքում ենք նստած։ Ես ցախ կողմում, աչքինս աչ կողմում էր նստած, կողքն երիտասարդ ամուսիններ են նստած, նաև իմ կողքում։ Հանգարց հետևից մեծ աղմուկ խժժոց լսվեց։ Էնպես են չչում, էնպես ասին, այս ինչ եղավ, մենք աղոթում ենք իհարկե ինքնաթիռի թռիչքի համար, ուղևորների համար եւ այլն, ամեն ժամանակ որ գնում ենք, եւ ինչ տեսանք մեկին քաշ տալով ոտքերից, անշնչած վիճակում բերեցին, հասրեցին համարյա էլ տեղ չկար առաջ տանելու, բժիշկները գնաց է կանգնել են, ինչ անեմ, ես ոչ բան չեմ կարող անեմ։ Ես նստած տեղից վեր կացա նստարանի վրա, ծնկներով հենվեցի, կնոջ ասի Սուսան դարձի աղոթում ենք, ու ես սրանք աղաղակում են, ես բարձր աղոթք եմ անում Հիսուսի անունով այդ մարդու նկատմամբ, որ մահվան հոգի հեռացիր, կյանք վերադարձիր այս մարմնի մեջ, Տեր, որ դու Սուրբ Հոգի ես, որ դու այս անոթը ստեղծել ես քո պատկերով, որ քեզ կերպարանակից լինի։ Ես աղոթք անում եմ այսպես, մարդիկ կա, դե մտածում են դες ինչ է բան անում եւ այլն, բայց ես իմ աղոթքը չեմ տատարեցրել եւ այդ մարդը վեր կացավ։ Պարզվեց, որ նա սրտի վիրահատություն է տալել։ Վարացել է, անշնչած վիճակ։ Մարդը հելավ գնաց, ես չկարողացա այլևս մոտենալ, որովհետև արանքը շատ նեղ էր։ Գիտեք ինչ, այս ամբողջ այս վկայությունները, որ ես գրել եմ, դա պատահական չեմ գրել։ Դա գրել եմ ու փառք եմ տալիս Տիրոջ։ Ես շնորհակալ եմ Հիսուսին, այդ ամենի համար, որ արել է։ Մի օր մեր քույրիկներից մեկի տանը աղոթքի ծառայություններ, ես առաջնորդում աղոթքը, իմ աղոթքից հետո 5-6 կանայք արդեն կային, իմ կինս էր այդտեղ, նրանք սկսեցին աղոթել, գլուխս դրեցի սեղանի վրա ու աղոթք եմ անում, ես միացած աղոթք եմ անում ու հանգարց Տերը ինձ հետ խոսեց։ Ես այլևս իրանց աղոթքը չեմ լսում։ Իմ Տերը ինձ ասեց, խոսեց Սուրբ Հոգին, ինչ է դրված քո առջև։ Աշխարհի քարտեզը բացվել է իմ աչքերի առաջ։ Ես դպրոցում լավ եմ սովորել այդ աշխարհագրություն, պատմություն եւ այլն։ Ցույց տուր աշխարհի ամենամեծ գետերը։ Եվ ես ցույց տվեցի աշխարհի ամենամեծ գետերը։ Ռուսաստանի գետերից Վոլգան, Ենիսեյ, հետո Չինաստանի Խուանխե Յանցզի, հետո Ընտկաչինի Ինտոս Կանգեզ, հետո եկանք աֆրիկյան գետերը այնտեղ Նեգոսը, հետո Կոնգո գետը, հետո Եվրոպայում Դանուբը, Դնեստրը եւ այլն, Ամերիկայում էլ Ամերիկայի գետերը ցույց տվեցի, Ամազոնը, Պանաման եւ այլն, այսպես ցույց տվի։ Ու լարություն, ասին Տերը ինչի է հարցնում ես, ամբողջ քարտեզը իմ աչքի առաջ բացված։ Ասեց հարցրեց ինձ, գետերը որտեղից են սկիզբ առնում, ասի վտակներից։ Վտակները որտեղ են լցվում, ասի գետերը որտեղ են լցվում, ծովերը։ Հստակ պատասխանում են, ոնց որ ուսանողը նստած դասախոսին, դասախոսը հարցնում է, պատասխանում է։ Եվ վերջո, ասեց, իսկ ծովերը որտեղ են լցվում, օվկիանոսը։
ասես ինչի համար եմ ես քեզ հարցնում։ Վտակները դրանք հոգևոր մարդիկ են։ Գետերը դրանք հոգևորների համակցությունն են։ Ծովերը դրանք եկեղեցիներն են։ Իսկ արտությանը, օվկիանոսը, դա արտության համաշխարհային օվկիանոսն է։ Քաջացեք ես հաղթել ոչ։ Կներեք։ Եվ ինչպես ստացվեց, որ ես գնացի նաև սովորեցի, ստացա այդ կրթությունները, աստվածաբանական դպրոցը, աստվածաշնչյան դպրոցը, նաև ուրիշ Ամերիկայի գլոբալ աստվածաբանական համալսարանը ավարտեցի։ Եվ կնոջս երբ տարա աստվածաշնչյան դպրոց ինքը տեղը չգիտեր։ Դե փաստաթերով են ձևակերպում, բան ընդունում եւ այլն։ Տարա հետ դարձի ճանապարհին Թուլիսյան խճուղու վրա էր գտնվում։ Կինս ասել կգնաց տուն, հետո սառնալից հանես այս ճաշը, տակածնես չգիտեմ ինչ եւ այլն։ Գնացի եւ ճանապարհին դուրս եկա փոքր արայել է, որ պետք է բարձրանամ դեպի ավտոբուսի կանգառը նստեմ ու գնամ Նորքի մասի։ Տերը խոսեց ինձ հետ, Սուրբ Հոգին, կանգնիր, հրամայեց, այն նույն ձայնը, որ ես կյանքում մի 5 անգամ լսել եմ, կանգնիր, հետ դարձիր, գնա այնտեղ, որտեղից եկար։ Ոչ առաջից գնացող մարդ կա, ոչ կողքիցս, ոչ հետևից, որ ինչ-որ մեկը խոսի։ Հնազանդորից շրջվեցի, տարա հետ գնացի նստա աստվածաշնչյան դպրոցը, հետևի շարքը, արդեն դասեր գնում եւ այլն, արդեն դասամիջոց եղավ, կինս զանգեց, ասեց ոնց է, հանեցի ճաշը տակցի, ասի բա ոնց, հələ գլուխդ հետ դարձրու կտեսնես, տարավ տեսա որ նստած է։ Հետո ես պատմեցի այս վկայությունը, պատմեցի, որ թե ճանապարհին ինձ հետ ինչ պատահեց, եւ ես այդտեղ 3 տարի սովորեցինք միասին, հետո 5 տարի, 4 տարի գլոբալ աստվածաբանական համալսարանը, որը Էմանուելում էր 10-10-ները գնում, եւ այդ կրթությունները ստացանք եւ շնորհակալ եմ Աստծուն այդ գիտության համար, այդ ճշմարտության գիտության համար, որ ես այդպես մանրամասն սովորեցի, որ պետք է մեր կյանքում, որովհետեւ խոսքում է Հովհաննեսի ավետարանում է Հիսուսն ասում է իմ խոսքն է ճշմարտությունը, ով որ հավատա մահ չի տեսնի հավիտյան։ Այո, Աստծո խոսքն է։ Աստված է հենց ամեն ինչ անում, մարդու սիրտը քննում։ Հետո Աստված է մխիթարողը եւ Սաղմոս 119:50-ում ասում է իմ նեղության մեջ այն է, իմ մխիթարությունը, որ քո խոսքը ապրեցնում է ինձ։ Տիրոջը շնորհակալ ենք ամենի համար։ Եվ վկայությունները շատ են, ես ժամանակի բերումով չեմ բանանում, պարզապես են, որ մենք մեր հավատքը պետք է ավելի ամրացնենք, զորանանք, երբեք չվախենանք, Աստված մեզ չի տվել երկչոտության հոգի, տվել է զորության, սիրո, զգաստության հոգի։ Ոչ մի բանի չպետք է վախենանք։ Մի օր դա էլ ասեմ, էլի վկայություն է։ Գիշերը ժամը 1-ին դուրս եմ եկել ամառվա եղանակը, ու գիշերը դուրս եմ գալիս, աղոթելով ման եմ գալիս։ Լավովյան փողոցում եմ ասում, դերերին բարձրակ շենքը չկար, շինարարական աշխատանքներ էր գնում, ուրեմն հանգարց 5-6 խոշոր շներ, բերանները բաց հարձակվեցին ինձ վրա, սպիտակ շներ էին խոշոր, որ հարձակվեցին ինձ վրա, ես չվախեցա, Հիսուս ջան, ես չեմ վախենալ, ես չեմ վախենալու, ինչ ուզում է լինի, ուզում են ինձ հոշոտեն, ես չեմ վախենալու, ու աղոթքը շարունակեց, այս շները եկել են իմ բոլորս պես պատտվում են կռուգում, մի 6-7 կռուգ տվի բերանները բայց չեն կարողանում մոտենամ, բերան չեն կարողանում գցեն շները, ու հետո թողեցին գնացի, ես հիշեցի Դանիել Մարգարեին, շնորհակալ ենք Տեր Աստված, շնորհակալ եմ ես ամենի համար, երբ որ ես ասեմ, այս վկայությունները Աստված ինձ տվել է,
որ ես միշտ վկայեմ իրեն մասին, անկախ նրանից, որ եկեղեցին ուզում է լինի, անկախ նրանից մարդը ապաշխարության գալիս է, դա այդ ապաշխարության գալու պահը ես մի բան ասեմ, մենք մի դասընթաց ենք համալսարանից անցել, որը բացատրական քարոզչություն է կոչվում, մենք պետք է կարողանանք տարբերակել տվյալ միջավայրը, տվյալ մարդկանց մթնոլորտը, արդյոք կարելի է Աստծո խոսքը խոսել, այն մարգարիտները շների առաջ չթափեն, այլ եթե տեսնում ենք, որ իսկապես զգում ես այն մթնոլորտը, որ ջեր մթնոլորտ ես, արդեն կարող ես խոսել, բայց եթե զգում ես անտարբեր սառած մարդը եւ այլն, անիմաստ է դա խոսելը, երբեմն հալազանքի ես ենթարկում, վիրավորանքի ես ենթարկում, դրանք պետք չի։ Շնորհակալ եմ Տիրոջ, ամենի համար Ղարաբաղում էլ ամեն ինչ ես տեսա շատ բան։ Եվ երկար պատմություններ են, որ ժամանակ չէ, որ ես պատմեմ, դրանք վկայություններ են, որոնք որ կան, անգամ մի բան էլ հիշում եմ, ես փոքր արահետով քայլում եմ, եւ ոտքով ուզում եի տարախասություն գնալ, այս իմ ցախ կողմից ես չէի նկատի, ես արահետը այսպես ուշ գնում է, այս կողմը քյարիզ են ասում, քյարիզի ջուրն էր գնում, կանաչապատ տարածք էր, մի հսկայական օձ 3 մետր երկարությամբ, 3 մետր, այս ցախ կողմիցս եկավ, ցախ կողմիցս որ եկավ, ես քայլում եմ, չեմ նկատի, ոտքս բարձրացել ուղիղ վրան էի տնելու, ոչ տեսա, ուղիղ կանգնեց ես, զինվորը ոնց է միրնա կանգնում, մեկ ոտի վրա կանգնեց ես քարացած, մենակ ասում եմ, Հիսուս ջան, բայ ինձ, ես օծը իմ ոտքերի տակով, հսկայական օծ, ես այդպես օծ չի տեսել, մենք օծ շատ ենք տեսել, գործայի կամիժը եղավ, բայց 3 մետրանով օծ այդ հսկայական ես չի տեսել, գնաց, ոտքերից տակով անցավ, գնաց, հետո բացեցին, որ գնացի, և ինչ ասեմ, դա կյանք է, որ մարդու կյանքում ամեն ինչ լինում է, ամեն ինչ պատահում է, բայց երբեք, ինչեր ուզում է լինի, ինչ ծանր վիճակի մեջ էլ հայտնվել, երբեք վախ չունենաս, Հիսուսն է քո Տերը, Հիսուսն է քո Փրկիչը, Աստված է քեզ պահում, այդ վստահ եղեք, հաստատում վստահ եղեք, մի բան այլ պատմեմ ու նոր ասենք մի հատ աղոթք կանենք, եւ Ղարաբաղում աշխատում էի, այստեղ շատերը բանակում ծառայել են, մեր տղամարդիկ, եղբայրները, գիտեն ավտոմատը ինչ զենք է, կառուցվածքը ինչ է, եւ նաեւ գիտեն, նաեւ պատկերացնենք ինչ բան է ռիկաշետը, անդրադարձ, որը գնդակը կապնում է մի բետոնե մի տեղ, բետոնը կամ մետաղյա մի տեղ եւ գնդակը հետ է գալիս։ Դա շատ վտանգավոր բան է։ Զինվորը զենք անսարքեր եղել, պայստատուպը 29 փամփուշտներով հանել էր վրայից, այն մյուսը Աբովիչի բանը չէր աշխատել, զակը որ քաշում են, ցականը չէր աշխատել, չէր պատկերացրել ինչ է, կրակել էր, կփել էր ընկերոջ թևին, գնդակը մնացել էր թևի մեջ։ Դեպքի վայր եմ գնացել, ինձ հետ եկել է իմ օգնականը եւ եկել է Բալուջայի հետախուզական գնդի հրամանատարը գնդապետ Աշոտ Պողոսյան, անմազգաններ եմ ասում, մարտական առաջի խաչի իշխանշանակիր։ Բայց ես ալամ գալիս, իրանց լեզվով եմ ասում, դեպս Ղարաբաղցի լինի ձեր մեջ ոչինչ, հա, ասի արի, եկավ հետները, զենքը վերցրեցինք, գնացինք այդ դեպքի վայրը մի 100 մետրանոց կողմ է, մեծ կողմ է, որտեղ 40 զինվորներ պարգած են, գիշերային հերթափոխություն եկել, վերեկը պալատկով ծածկված երեխեքը, հետս ոստիկանության աշխատողներ կան, այդ տղային կանչի տղա ջան, ասի մի հատ պատմի տեսենք ոնց եղավ։ Բացից ես այստեղ կանգնած է, այսպես, այսինքն շատ հասարակ սովորական մի բացատրություն էր, դա այդտեղ բարդություն չկար, թե ոնց եղավ, ինչ եղավ։ Հա։ Ես օգնականից ասի ես դեպքի վայրը տեղազնությունը կատարեմ, սխեման կգծեմ, ինչ է տեղի ունեցել, ոնց է, այսպես, կտամ քեզ գործի քննությունը դուք շարունակես, բահա։ Մեկ էս Պողոսյան Աշոտը իմ հետևում նստած է, 1 մետր հեռավորության վրա։ Ես իրան չեմ էլ տեսնում, գիտեմ, որ հետևս նստած է, բայց հալա մի արի այստեղ, ինձ ալ մի հատ պատմի տերանք ոնց է լավ է, լեզվով եմ խոսում, որտեղ էլ չեմ լսել։
ասի Աշոտ, ասի պատմեց, չհասկացար ինչ պատմեց։ Չէ, հենա ինձ էլ մի հատ պիտի պատմի, բայց հələ այն ավտոմատը բերեք, էս իմ օգնականը։ Գնաց այդ ավտոմատ զենքա առավ, բերավ, տվավ իրա ձեռը։ Բայց այս տատուկն հետը, որի մեջ 29 հատ փամփուշտներ կա։ Խոսում է, ես չեմ մնա պատկերացնում, թե ինչ է ուզում սա անի։ Հայ, ես գրում եմ, սխեման եմ գծում բան, մեկը պայես տատուկը դրեց վրեն, այս բանը քաշեց, ցկանը որ քաշեց, ավտոմատը կրակահերթ ավտոմատի չեսկի սկսեց կրակել։ Ուրեմն պատկերացնում է 29 փամփուշտներ, գոմը ցածր էր, վերևը բետոն էր։ Հա, հիմա այս ավտոմատը պատտվում է, վայրին ձայն էր, մի սարսափելի բան, մինչև 29 պատրոնների կրակոց բան եղավ։ Ես մենակ գլուխս բռնել եմ, այսպես բռնել եմ, որտեղ ահավոր ձեներ իմ կողքից է կրակում։ Մենակ ասում եմ, Հիսուս ջան, պայիր, ինձ այս ամբողջ մարդկանց պայիր անձնակազմին։ Կրակոցը վերջացավ, տարա, տեսա Աշոտը շիտ գազ, սպիրագազ, այն մերելի կոին, որ կա, ասի Աշոտ ես ինչ արեցիր, բայց չիրեմ ինչ լավ, ասին ոնց թե չիրես ինչ, այդ որ գնդապետ ես, այդ որ զենքի մասին կաղապարում ես, դու չգիտես ինչ եղավ, ասի հələ փորձվի հանգարց որևէ մեկին մի բան եղած լինի, գորրացի բոլորը բանելով, արդեն սպասում են ոստիկանները գետնի վրա են պարկել, սա փոշու մեջ կորել են, ես էլ փոշու մեջ կորել, որովհետև այս պատալոկին կրակածները սա փոշին կախից լսվել են, ահավոր վիճակ է, ասի իրը բոլորին ոտքի կանգնեցրեք, բոլորը ոտքի կանգնեցին, բոլոր զինվորները ոտքի կանգնեցին, և ոչ մեկին ոչինչ չէր եղել, բայց ինչ եղան գնդանները, 29 փամփուշտները ինչ եղավ, և ես տեսա Աստծո փառքը, երբ որ գլուխս թավ տվեցի, գնդակները պեսոկի վերածված մանր փոշու էին վերածվել, փառքեր Հիսուս, շնորհակալ ենք, եկեք, մի հատ աղոթք կանենք, եթե այս վկայությունների մասին պատմի աղաքին ժամանակը կրեր, ես մեծ բան չարեցի, պարզապես են է, որ վկայությունը անհրաժեշտ է, որ մենք Աստծո մասին վկայենք, Աստծո փառքի մասին վկայենք, ոչ թե մեր փառքի մասին, մենք փառք չունենք, Աստված է, Աստծուն է փառքը, միայն նրան է փառքը,